Բարև բոլորին, դե Խորին Գեյմերը ու ժողովուրդ ջան, այսօր մենք խաղում ենք Age of History 3, այս աստեղ անունը գրած է, ճիշտ է դուք կարաք արդեն տեսնեք, որ ես ինչ-որ ստեղ արդեն կարտա ունեմ ու խաղացել եմ, բայց այդպես չի ուզում, սենց ասած, ու մենք նորն ենք սկսում, ու ժողովուրդ ջան, այսօր մենք խաղալու ենք Age of History Հայաստանով, ու ժողովուրդ, եթե դուք ցանկանաք մենք որ Հայաստանը խաղանք պրծնենք, կարանք մեծ հայքու խաղանք, բայց ճիշտ է, ես այդքանը չեմ ուզում, որ մեծ հայքու խաղանք, որովհետև այնտեղ ես մի քիչ վատ եմ խաղում, որովհետև արդեն այնտեղ, չգիտեմ, արդեն այնտեղ լրիվ ուրիշ է, որովհետև այնտեղ 1354 թվականն է, իսկ այստեղ 2022 թվականն է, ու ժողովուրդ ջան, այս խաղի իմաստն է, որ դու Հայաստանով պետք է խաղաս, պետք է ասենց ասած քեզ ընկերներ ման գաս երկրների տեսքով, որ քեզ ամեն պատերազմին կօգնեն ալյանսներ, մի խոսքով ժողովուրդ ջան, այս մեր Հայաստանն է, տեսեք Թուրքիան, Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, մենք ստեղ տարբեր սաղ երկրներն է կա ժողովուրդ ջան, նայեք, ստեղ Ամերիկան է, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եգիպտոսը, մի խոսքով սաղ երկրներ կա, Ուկրաինան օրինակ, որ հիմա Ռուսաստանին անկեղծ ասած շատ վատ վիճակի մեջ է դնում, ու այսօր մենք Ուկրաինայի հետ կխոսենք, որովհետև ես Ռուսաստանի կողմից եմ այս խաղի մեջ, որտեղ այս խաղի մեջ տեսնում եք այս 5-ը որ կա, այդ Ռուսաստանը 5-րդ տեղում է, իսկ Ուկրաինան 20-րդ, իսկ մենք ձախ վերևում կարող ենք տեսնել 126-րդ տեղում ենք, որը շատ վատ է, ժողովուրդ, հիմա մենք իմ պլանը որն է, շատ լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, այդ միանշանակ ժողովուրդ, ես ճիշտ է էլի վիդեոներով եմ սովորել խաղալ, բայց ասեմ ձեզ ու այդ վիդեոներով շատ լավ ես սովորել եմ խաղալ, շատ լավ ոնն է ժողովուրդ, լավ կարում եմ էլի խաղամ, տես մի խոսքով սենց ենք անում, դուք դնում եք լայքերը, բաժանորդեք եք ալիքին, որ ասա Ադրբեջանին կիսում ենք, ես Իրանի հետ ու Թուրքիայի հետ լավանանք, տեսեք արդեն բանը, ինչ էր դրանում, Թուրքիան մեր հետ ստեղից վատ է, իսկ այդ մեզ վապշե պեչի ժողս, ճիշտ է, եթե Թուրքիան, եթե մենք Ռուսաստանի հետ ալյանս լինենք, Թուրքիան մեզ ոչ մի բան չի կարա անի, որովհետև Ռուսաստանը Թուրքիայից շատ ուժեղ է, բայց դե ժողս սկզբի համար պետք է այս Իրանի ու Թուրքիայի հետ լավ լինենք, իսկ Վրաստանի ու Ադրբեջանի հետ ոչ, որովհետև իրանք անկեղծ ասած թույլ են, ու ես, տեսեք, այս ձախ վերևում Ռուսաստանը մեզ առաջարկում է ալյանս լինել, և դա մենք ասում ենք, որ այո համաձայնենք, ու մենք առանց ժամանակ կորցնելու, առանց ինչ-որ մի բանի, մի հատ ստեղ սենց ենք անում, սենց ենք անում, ժողովուրդ, էսի էկոնոմիկան ենք զարգացնում, օրինակ հիմա կտեսնեք Ադրբեջանի էկոնոմիկան, հեսա, իրանց բնակչությունը, տեսեք, այս Ալիևի նկարի տակ, հեսա, կտեսնեք, որ 10.200.000 է, այդ իրանց մարդկանց բնակչությունն է, իսկ այդ նույն գծի վրա իրա կողքինը, տեսնում եք, որ 55 է, այդ իրա էկոնոմիկան է, իսկ մեր բնակչությունը 3.23 էկոնոմիկա, որը շատ քիչ է, ու մենք պետք է ահավոր շատացնենք, հիմա այստեղի նպատակը այն է, որ եթե դու ուզում ես պատերազմ անես ինչ-որ երկրի հետ, պետք է ձեր հարաբերությունը -30-ից ավել լինի, կամ -30 հենց լինի, ու այստեղ մենք արդեն ուզում ենք հարձակվենք Ադրբեջանի վրա, ու դուք հիմա տեսնում եք, որ ինքը այս փոքր երկրի հետ է ալյանս, անունը ճիշտ է չեմ հիշում, ճիշտ է այնտեղ գրած է, բայց մի քիչ դժվար է, դրա համար չեմ ասի, կարող է սխալ ասեմ,
իսկ ես չեմ ուզում սխալ ասեմ, ու ստեղ կտեսնենք Ռուսաստան, ես սերվում եմ Ռուսաստանը, որ մասնակցի այդ պատերազմին, ու մենք հենց հիմա Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք, ստեղ սերվում ենք, որ ինքնուրույն կռվի, այստեղ մենք մի հատ մարդ ունենք, որը պակասում է, շոկ եթե դուք ընտրություն չունեք, այսինքն ստեղ սաղել, սենց ասես, մի հատ նիտոյա, դուք սեղմ եք ամենամեծին, ամենամեծ մարդուն, բայց խի չի լինում, այդի մի քիչ տարօրինակ է, եղավ, դուք սեղմ եք ամենամեծ մարդու վրա, արդեն մենք հարձակվում ենք, ճիշտ է, Հայաստանի զորքերին Ադրբեջանը սպանում է, ճիշտ է, մենք մեր ամբողջ զորքերին չի վերացնում, վիրավորներ ունենք, որոնք կվերականգնեն, բայց տեսեք, հենց հիմա Ռուսաստանի զորքերը շատ արագ եկան և Ադրբեջանը գրավեցին, բայց մենք չենք կարող ամբողջ Ադրբեջանը վերցնել, մենք այստեղ պետք է սեղմենք այս 100% տակի Ադրբեջանին, այս գավաթին և արդեն ընտրում ենք, որ տարածքներն ենք ուզում, այստեղ գումար չի թողում, ցավոք սրտի, ինչքան շատ գումար, այդքան լավ մեզ, հիմա այս խռամները թող սարքվի, այդ խռամները մեզ դախոտ է բերում, ու մի հատ հեսա կարանք Վրաստանի վրա էլ հարձակվենք, ու մի բան էլ ասեմ, որ դու հարձակվում ես ինչ-որ պետության վրա, քո սենց ասած ագրեսիան, հեսա մեր ագրեսիան 16-2 է, այդ ագրեսիան եթե դառնա 100, օրինակ քո սաղ կողքի պետությունները, օրինակ Թուրքիան, Իրանը, հնարավոր է, որ Իրաքը կամ Ղազախստանը, չգիտեմ, նայած որ երկրները կուզենան քո հետ պատերազմել, բայց օրինակ եթե Վրաստանը, ասում եմ օրինակ Վրաստանը, բայց եթե ասենք քեզանից ռեալ վտանգ զգան, որ դու կարող ես իրան էլ գրավել, արդեն նրանք քեզ հետ մտածում են դա լավ առիթ է, որ այդ երկիրը ոչնչացնեն, դրա համար պետք է ուշադիր լինենք, որ մեր ագրեսիան հանկարծ չհասնի 100, և մի հատ էլ փաստ, որ դու պատերազմ ես անում քո ալյանսը, այսինքն Ռուսաստանն է մեր ալյանսը, եթե դուք պատերազմ եք անում ինչ-որ երկրի կամ պետության վրա, ձեր հարաբերությունները նվազում է, որովհետև, սենց ասած, առանց իրան ասելու կամ ինչ-որ տենց մի բան կարող է իրա սրտով չէր, որ այդ երկրի, տեսնում եք, արդեն մեր թույլ զորքը Հայաստանի զորքին ոչնչացրեցին, Վրաստանը ոչ մի ալյանս չուներ, տարօրինակ է, տեսնում եք, մենք կարողանում ենք վերցնել Թբիլիսին դաժե, Թբիլիսին, էլ չենք գնա Վրաստան Թբիլիսիի համար, արդեն մերն է Թբիլիսին, Բաքուն ես ուզում եմ վերցնել, բայց դե նայեք ժողովուրդ, ասենք հիմա ես Ադրբեջանի վրա մի անգամ հարձակվել եմ, էլ չեմ կարող հարձակվել ցավոք սրտի, որովհետև այստեղ ժամկետ է դրվում մինչև 2031 թիվը, մեր մոտ սենց ասած չեն կարող հարձակվենք իրար վրա, ընդհանրապես այդ թիվը մինչև այդ թիվ մենք չենք իրար հետ լավ ենք լինելու սենց ասած, ճիշտ է մենք իրար հետ վաբշե լավ չենք, մեր հարաբերությունը -60 է երևի որ նա հեսա -60 էր, հեսա -61, ու մենք ստեղ մի քիչ կոպեկներ, փող ունենք, կանանք այսինչ անենք, մի քիչ երկու հատ խռամներ սարքենք, ժողովուրդ, այստեղ բացում ենք ժամանակը գնա ժողովուրդ, մենք դեռևս Իրանի ու Թուրքիայի հետ շատ լավ ենք, էդի լավ է, ու ստեղ մի բան է կա, որը ես չեմ ուզի անկեղծ, որ Իրանն ու Թուրքիան իրար հետ ալյանս լինեն, բայց Թուրքիան Սիրիայի հետ է ալյանս, հեսա Սիրիան է սպիտակը, իսկ բանը Իրանը Թուրքմիստանը, չէ, Սաուդյան Արաբիանը, Թուրքմիստանը, Պակիստանը, հեսա Թուրքմիստանը, ու հիմա ժողովուրդ, մենք պետք է ուղղակի սպասենք, որպեսզի գա 31 թիվը, չէ,
որովհետև մենք էլի պետքա Բաքուն վերցնենք շոտեկի, Բաքուն էլ պետք է վերցնենք, հետո մենք այստեղ կտեսնենք Վանը, ժողս Վանը, հետո Կարսը ժողս, դուք էլ դրեք լայքերը, որ հաջորդ սերիայում ժող, օրինակ ասենք Թուրքիային ծեփենք պատերով մի հատ։ Ճիշտ է, էդի մի քիչ նայած որ կստացվի, բայց դե տեսնենք, եթե կարողանանք Թուրքիայի հետ պատերազմ կանենք ու Թուրքիան հաստատ վատ իրավիճակ կլինի իր մոտ։ Ժողս էս էլ է շատ վատ։ Տեսեք, հիմա մեր մոտ եկան 28 սենց շատ վատ մարդիկ, հիմա մենք ստիպված ենք զորք առնել, ճիշտ է ես չի, հա բայց վայ քորա փող չունենք ժող։ Մի խոսքով սենց մի հատ սենց ենք անում, հեսա ես գիտեմ ինչ կանենք, ուրայտի, մենք ստելից փող ենք վերցնում, կույն $600 փող կարացանք վերցնենք, ավ ճիշտ այդքան փող ունենք հիմա, հիմա մի 10 հոգի ենք, խոսքով 10 հոգի ենք վերցնում, մենք Թբիլիսիում լինենք, որովհետև Թբիլիսին ագին հեռու է ռազմորնիկներից, ու թող այսենց օրա, վայ քորա, всё, օրիստի, շուտ արա, օրա այս աշկից գեներալ չունը, դրա համար սենց վատ կրվեց ժողովուրդ ջան, որտև գեներալից էլ է էլի շատ բան կախված, հիմա թող 10,000 զորք լինի և oh my god, ժող, չէ էլի, եսի վատ է լավ ժող, սրա զորքեր էդի զորքեր է որտենց ուժեղը, հոպ լապերիկ, հոպ ստոպ տանք մի հատ, 5 նոց, բայց ընդե ավելի լավա կար, օպ, հիմա մեզ Ռուսաստանը պետք է փրկի զուտ, Ռուսաստան խնդրում եմ ինչքան հնարավոր է արագ, всё, Ռուսաստանը մեզ փրկեց ժող, Ռուսաստանին գրում ենք GG Ռուսաստան, ապրես որ մեզ փրկեցիր, հիմա մենք Ռուսաստանի հետ բնականաբար մի քիչ մեր հարաբերությունները կընկնի, որովհետև պատերազմ արեցինք, չենք կարում Քուբան էլ վերցնենք, Քուբար այդ ինչ աններ է, չենք կարում արա մեր նման նորմալ երկրներ, քաղաքների անունն մտածները չնես խորո ջան ինչ ես ասում, դրանք вообще ով են որ մեր նման այտենց, խաղը save է լինում, էսի նորմալ երևույթ է, այտենց մեկ լինելու է, այս Վրաստանը խիա մեր հետ լավացը, մենք իր հետ ուզում ենք վատանանք, օրո, էլի կա կարա, էլի կան ժող, Ռուսաստանը, տեսեք, նոր 50 քանսեր, իչավ 48, բայց դա հոգ չէ, նորից մենք կլավանանք Ռուսաստանի հետ, հետո մենք իրան փողերել ենք տալու, ու ժողս ես ալյանսը, որ հիմա մենք Ռուսաստանի հետ ենք, այդ անվերջ չի, если что, այդ միջև տևելու է 2049 թիվ, ու հնարավոր է հետո մենք Ռուսաստանի դեմ էլ հելնենք, այնպես որ ստեղ ամեն ինչ տարբեր է ժող, սկզբից կարող է ես Ռուսաստանի հետ թիմ լինեմ, հետո вообще ընդհանրապես, այ քվարես ինչ քիչ առածք են տալի մեզ, դա մեզ ճիշտ է դուր չի գալի, բայց դե հիմա լավ է դա հետո, մենք Վրաստանից գումարել ենք, կարող վերցնենք, ու ժողս, ինչ թվում է այսօրվա համար այսքանը հերիք էր, դուք դրեք լայքերը, բաժանորդագրվեք ալիքին, դե ինչ ձեր դրկորեն գեյմերը, դե ինչ, stay tuned